Իշխող ուժը հրաժարվում է ուղիղացել, արդյոք ադրբեջանցիները Հայաստան վերադարձի պահանջ դնում են խաղաղության բանակցությունների օրակարգում, թե ոչ։ Մենք խոսում ենք բանակցությունների մասին եւ այստեղից ցանկացած հրապարակային դիրքորոշում հայտնել բանակցությունների process-ի ընթացքում նշանակում է տվյալ հարցը հնարավորինս մտցնել փակուղի։ Դեկտեմբերի 6-ին այս մասին ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, շարունակելով. «Հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի։ Ես այո ոչ հերքում եմ եւ ոչ էլ հաստատում»։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 5-ին Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Պապիկյանը նրան ներկայացրել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարեփոխումների ընթացքը։ Նշել է նաև համագործակցության առաջնային ուղղությունները, դրանք են ռազմական կրթությունը, մարտական պատրաստակամությունը եւ պատրաստվածությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, մասնակցության նախապատրաստման շրջանակներում վարժանքները, արհեստավարժ, սերժանտական եւ հրահանգչական ինստիտուտների զարգացումը։ Կարմիր խաչի ներկայացուցիչները դեկտեմբերին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հողում են տալիս Բաքվում Կարմիր խաչի հասարակական կազմակերպության հետ կապերի բաժնի։ Նշում է, որ նրանց հետ տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, նաև հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը երրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տոնել Qatar Masters Open մրցաշարում։ Շանթ Սարգսյանը խաղացել է սև խաղաքարերով եւ կրկին հաղթել պարտիայում։ Նույն տուրում հաղթանակ է տարել նաեւ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Կիսեր Միավորը։ Սարգսյանը Qatar Masters Open-ում շախմատային մրցաշարի արդեն 4-րդ առաջատարներից մեկն է։ Սյունյաց մարզի հռչակավոր Բաղաբերդ ամրոցում, որը ժամանակին Սյունյաց թագավորության թագավորանից մայրաքաղաքն է եղել, պեղումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել։ Հիմնականում դրանք 13-ից 14-րդ դարերին թվագրվող են։